Միքիայի մարգարեությունը Աստվածաշունչին գտակարան։ Միքիա մարգարեն, որը Եսայի մարգարեի ժամանակակիցներից է եղել, իր առաքելությունը կատարել է հավանաբար 740-ից 700 թվականներին նախքան Քրիստոս։ Ինչպես Եսային, սա ևս իր խոսքն ուղղում է Հուդայի թագավորության բնակիչներին, այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ վերջիններս գտնվում էին ասորեստանյան բանակների հարձակման սպառնալիքի տակ։ Միքիան իր ունկնդիրներին ազդարարում է, որ իրենց երկիրը և մասնավորապես իրենց մայրաքաղաք Երուսաղեմը արժանանալու է նույն ճակատագրին, ինչ ճակատագրի, որ արժանացավ Սամարյան Իսրայելի թագավորության մայրաքաղաքը, որը նվաճվեց 722-721 թվականներին նախքան Քրիստոս։ Նա նրանց նախազգուշացնում է, որ գալիք աղետը հետևանքն է լինելու իրենց գործած մեղքերի, հատկապես այն ընկերային անարդարության, որ գոյություն ունի իրենց մեջ։ Մարգարեն Աստծո կողմից հաշիվ է պահանջում նրանցից, նա մինչև իսկ դեմ է դուրս գալիս ժողովրդի մեծամեծների և պատասխանատու պաշտոնատար անձանց, խոշոր կալվածատերերի, պետական ղեկավարների, դատավորների, կառավարիչների, քահանաների և այլն։ Նա բանավեճի է բռնվում նաև այն մարգարեների հետ, որոնք ապահովություն ներշնչող խոսքերով մոլորեցնում էին ժողովրդին և դրանով իսկ վերացնում Աստծո և միմյանց հանդեպ ժողովրդի վերաբերմունքը փոխել տալու ամեն հնարավորություն։ Իր այս ազդարարություններով Միքիան ցանկանում էր ունկնդիրներին մղել խորհելու և ընտրություն կատարելու, այսինքն պարզապես հնազանդելու Աստծո կամքին, հարգելով և սիրելով իրենց մերձավորներին։ Այս ազդարարություններն ուղեկցվում են փրկության նոր գործերի ավետիսով, որ Աստված իրականացնելու է ապագայում իր ժողովրդի համար։ Հուդայի, Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների ժամանակ Մորստացի Միքիային հասավ Տիրոջ պատգամը, որ հայտնվեց նրան Սամարիայի և Երուսաղեմի մասին։ Աստված դատապարտում է իր ժողովրդին։ Լսեցեք բոլոր ժողովուրդներ, և թող երկիրն ու նրա բոլոր բնակիչներն ունկնդրեն. Տեր Աստված թող լինի ձեր մեջ վկայության համար։ Տերը իր սուրբ տնից ահանա առաջ կշարժվի իր տեղից, կիջնի և կհասնի երկրի բարձունքների վրա։ Լեռները կշարժվեն նրա ոտքերի տակ, ձորերը կհալվեն, ինչպես մոմը կրակի առաջ։ Եվ ինչպես զառիվայր հոսող ջուրը, այդ բոլորը Հակոբի ամբարշտության պատճառով է և Իսրայելի տան մեղքերի համար։ Իսկ արդ ով է պատճառը Հակոբի ամբարշտության, ոչ Սամարյան, և ով է Հուդայի տան մեղքի պատճառը, եթե ոչ Երուսաղեմը։ Ես Սամարյան կդարձնեմ ագարակի մրգապահների տաղավար, այգի հսկելու տեղ, խորխորատ կնետեմ նրա քարերը և կմերկացնեմ նրա հիմքերը։ Նրա բոլոր քանդակները կկոտորեն, նրա բոլոր արձանները կրակով կայրեն, ես կապականեմ նրա բոլոր կուռքերը, քանի որ նա պոռնկության վարձից ժողովեց և պոռնկության վճարից հավաքեց դրանք։ Դժբախտություն է հասնում Երուսաղեմին։ Այդ պատճառով նա լաց ու կոծ կանի և կողբա մերկ ու բոբիկ կքայլի, վիշապների պես ողբ ու կոծ կանի և կսգա ինչպես հավերժահարսերի դուստրերը, քանի որ սատկացան նրա հարվածները, քանի որ մինչև Հուդայի երկիր հասան դրանք, մոտեցան մինչև իմ ժողովրդի դռները և Երուսաղեմ։ Դուք, որ գեթում եք, մի գոռոզաբանեք, և դուք, որ ակարիմում եք, մի նորոգեք տան խայտառակությունը։ Ձեր խայտառակության պատճառով հողը ձեր գլխին։ Բարությամբ բնակվողը չելավ իր քաղաքներից, Սենարի բնակիչներ, ողբացեք նրան մոտիկ գտնվող տան վրա։
նա կվերացնի ձեզնից ցավի հարվածները, ով սկսեց բարիք անել ցավի մեջ բնակվողին, քանի որ Տիրոջ կողմից չարիք իջավ Երուսաղեմի դռների վրա։ Կառքերի շաչյուն և երիվարների դղրդյուն թող լինի, Լաքիսի բնակիչներ, նա է Սիոնի դուստրերի մեղքերի սկիզբը, քանի որ քո մեջ կատարվեցին Իսրայելի ամբարշտությունները։ Այդ պատճառով Գեթի տոհմից արձակվածներին կտա դատարկ տներ, որոնք Իսրայելի թագավորների համար ունայնություն դարձան։ Լաքիսի բնակիչները ժառանգություն կբերեն մինչև քո ժառանգորդները, մինչև Ոդողամ կհասնի Սիոնի դստեր փառքը, ածելվիր և կտրիր մազերդ քո սիրասուն որդիների համար, գնտիր քո գլուխը արծվի պես, եբրայերենում ջայլամի պես, քանի որ նրանք գերի տարվեցին քեզանից հեռու։ Ընդդեմ չարաշահողների իրենց շահը մտածեցին չարիք են խորում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված, աչք էին տնկում հանդերին, հափշտակում որբերին, բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։ Այդ պատճառով այսպես է ասում Տերը, ահավասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրա։ Ուստի վեր մի ցցեք ձեր վզերը և գլուխներդ բարձր մի քայլեք, քանի որ վատ ժամանակ է։ Այն օրը ձեր մասին առակ կհորինեմ, ողբ կհնչեցնեն, կողբան և կասեն. ամբողջությամբ թշվառացանք, իմ ժողովրդի բաժին հողը լարով չափվեց, և մեկը չկար, որ արգելեր այդպես անել, մեր հանդերը բաժանվեցին, դրա համար չի գտնվի մեկը, որ վիճակով լարաբաժին գցի ժողովում։ Մարգարեի պատգամին հակադրվողները Լաց մի եղեք արցունքներով և թող լաց չլինեն նրա վրա, քանի որ նա չի մերժի նախատինքները, նա ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ հոգին, եթե սա լինի նրա ընթացքը, լավ չեն լինի Տիրոջ խոսքերը նրա հետ, իմ ժողովուրդը ուղիղ չի գնում ինձ հետ, թշնամությամբ հակառակ կանգնեց իր խաղաղությանը, նրան մորթազերծ կանեն բառնալու հույսը և վերացնելու պատերազմի կսկիծը։ Այդ պատճառով իմ ժողովրդի առաջնորդները դուրս կընկնեն իրենց ճոխ տներից, նրանք իրենց չար ընթացքի համար մերժվեցին։ Մոտենանք հավիտենական լեռներին, ոտքի կանգնիր և գնա, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ, պղծության պատճառով սաստիկ ապականվեցիք, հալածվեցիք առանց որևէ մեկի հալածանքի։ Սա սուտ դուրս եկավ, քո մեջ գինի և արբեցություն կաթեց, և այդ կաթումից բաժին կընկնի նաև այս ժողովրդին։ Կհավաքվի Հակոբը բոլորով հանդերձ, ամբողջովին կընդունի Իսրայելի մնացորդներին, ես նրանց միասին կվերադարձնեմ ինչպես նեղության մեջ գտնվող ոչխարներ, ինչպես հոտերը իրենց մակաղատեղի մեջտեղում։ Նրանք մարդկանց կողմից դեպի խրամատներ կառաջնորդվեն, քանի որ նրանց աչքի առաջ խրամատ բացեցին, նրանք անցան դռնով և դուրս ելան դրա միջից, թագավորը նրանց առաջ ացավ, և Տերը կառաջնորդի նրանց։ Միքայի ազդարարությունը Իսրայելի իշխաններին Նա կասի. «Լսեցեք Հակոբի տան իշխան և Իսրայելի տան մնացորդներ, դուք չէ՞ որ պիտի իմանաք իրավունքը, դուք, որ ատում եք բարին և չարիք եք որոնում, մորթազերծ եք անում նրանց և պոկում եք նրանց մարմիններն իրենց ոսկորներից։ Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաններից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպես կտրատում են կաթսայում եփելու համար, և նրանց միսն այնպես, ինչպես պտուկի մեջ եփելու համար։ Այդպես էլ կաղաղակեն Տիրոջը, և նա չի լսի նրանց, երես կդարձնի նրանցից այդ ժամանակ, քանի որ նրանք իրենց արարքով չարիք գործեցին»։ Ընդդեմ այն մարգարեների, որոնք մոլորեցնում են Իսրայելին
Այսպես ասաց Տերը մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով և խաղաղություն են քարոզում նրանց, բայց ոչինչ չդրվեց նրանց բերանը և նրա դեմ պատերազմ հարուցեցին, այդ պատճառով ձեր տեսիլքը խավար գիշեր պիտի դառնա, ձեր իղձը պիտի նսեմանա, արեգակը մայր պիտի մտնի մարգարեների վրա և ցերեկը պիտի խավարի նրանց վրա, պիտի ամաչեն երազատեսները, ծաղրվեն գուշակները և բոլորը պիտի բամբասեն նրանց, քանի որ ոչ ոք չի լսելու նրանց, բայց ես լցվեցի Տիրոջ հոգու զորությամբ, արդարամտությամբ և զորությամբ, պատմելու Հակոբին իր ամբարշտությունը և Իսրայելին իր մեղքերը։ Միքիան կանխատեսում է Իսրայելի կործանումը։ Լսեցեք սա Հակոբի տան առաջնորդներ և Իսրայելի տան մնացորդներ, որ անարգում եք իրավունքը և շեղում եք բոլոր ուղիղ ընթացողներին, որ Սիոնը կառուցում եք արյան վրա և Երուսաղեմը անիրավության։ Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեները արծաթով էին գուշակություններ անում և Տիրոջն էին ապավինում ու ասում արդարև Տերը մեզ հետ չէ, ոչ մեզ վրա չարիք չի գա։ Դրա համար Սիոնը ձեր պատճառով պիտի հերկվի արորով, Երուսաղեմը պիտի դառնա ինչպես մրգապահների տաղավար և Տիրոջ տաճարի լեռը մայրիների անտառ։ Երուսաղեմը խաղաղության մայրաքաղաք։ Գալիք օրերում հայտնի կդառնա Տիրոջ տաճարի լեռը, հաստատված լեռների գագաթների վրա, կբարձրանա բլուրների վրա և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։ Եվ շատ ազգեր կգնան ու կասեն. եկեք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծո տունը, մեզ ցույց կտան նրա ճանապարհը և մենք կգնանք նրա շավիղով։ Արդարև Սիոնից են դուրս գալիս օրենքները և Տիրոջ խոսքը Երուսաղեմից։ Նա դատ կանի բազում ժողովուրդների մեջ և կհանդիմանի հզոր ազգերին, մինչև իսկ հեռավորներին, նրանք իրենց սրերից խոբ կձուլեն, գեղարդներից մանգաղ և այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի։ Եվ մարդիկ այլևս չեն սովորի պատերազմել։ Յուրաքանչյուրը կհանգստանա իր որդատունքի և իր թզենու տակ, և չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խոսեց այս բանը. թող բոլոր ժողովուրդներից յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա, սակայն մենք կգնանք մեր Տեր Աստծո անվամբ մշտապես։ Աստված հավաքում է ցրվածներին։ Այն օրը, ասում է Տերը, կհավաքեմ ցրվածներին և հեռացածներին, կընդունեմ նաև մերժվածներին, բեկվածին զորեղ կդարձնեմ և մանրացածին հզոր ազգ։ Եվ Տերը Սիոն լերան վրա կթագավորի այսուհետև մինչև հավիտյան։ Եվ դու ոչխարների հոտի աշտարակ, Սիոնի անչքացած դուստր, դեպի քեզ կգա ու կմտնի Երուսաղեմի դստեր Բաբելոնի թագավորության նախկին իշխանությունը։ Իսկ արդ ինչու չար գործեցիր, միթե դու թագավոր չունեիր կամ կորավ քո խորհրդատուն, քանի որ սաստկացավ քո երկունքը ծննդկանի պես։ Սիոնի դուստր, երկունքի մեջ ընկիր, զորացիր և մոտեցիր ինչպես ծննդկան, որովհետև հիմա դուրս պիտի գաս քաղաքից։ Քեզ պիտի բնակեցնեմ դաշտում, դու պիտի հասնես մինչև Բաբելոն և քո Տեր Աստվածը այնտեղ կփրկի քեզ, այնտեղ կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։ Ահա հավաքվեցին քեզ վրա բազում ժողովուրդներ, որոնք ասում էին. եկեք ոտնահարենք նրան և մեր աչքերը թող տեսնի Սիոնի անկումը։ Նրանք չիմացան Տիրոջ խորհուրդը և նկատի չառան նրա կամքը, քանի որ նա հավաքեց նրանց ինչպես հասկը կալում։ Կանգնիր ու կալսիր նրանց, դուստր Սիոնի, որովհետև քո եղջյուրները երկաթ կդարձնեմ, քո կճղակները պղինձ, և դու կմանրես բազում ժողովուրդներ, դրանցով ազգեր կփշրես, նրանց բազմությունը կընծայես Տիրոջը և նրանց զորությունը ամբողջ աշխարհի Տիրոջը։ Արդ դուստրը պիտի ցանկապատվի, քանի որ նեղություն բերեց ձեզ վրա, գավազանով պիտի հարվածեն Իսրայելի
ազգի ծնոտներին։ Տերը խոստանում է փրկիչ Բեթղեհեմից. «Եվ դու, Բեթղեհեմ, Եփրաթայի սակավամարտ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ։ Քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է։ Այդ պատճառով Տերը նրանց կթողնի մինչև ծննդկանի ժամանակը, նա կծնի և նրա մնացած եղբայրները կվերադառնան իսրայելացիների մոտ։ Նա դերանունը ցույց է տալիս խոստացած փրկիչը։ Նա կկանգնի, կտեսնի ու կհովի իր հոտը Տիրոջ զորությամբ։ Եվ նրանք կհաստատվեն իրենց Տեր Աստծու անվան փառքի մեջ, քանի որ այժմվանից նրա հզորությունը պիտի տարածվի մինչև երկրի ծագերը, և խաղաղություն կլինի նրանով, երբ ասորեստանցիները գան ձեր երկիրը, և երբ նրանք հասնեն ձեր աշխարհ, Տերը կբարձրացնի նրանց դեմ 7 հովիվ և 8 ղեկավար մարդիկ։ Նրանք կհովեն Ասորեստանը սրով և Նեբրոթի երկիրը իր պարիսպների մեջ։ Նա կփրկի քեզ Ասորեստանից, երբ գա ձեր երկիրը և երբ հարձակվի ձեր սահմանների վրա»։ Իսրայելի մնացորդացը ազգերի մեջ։ Հակոբի սերնդի մնացորդացը հեթանոս բազում ազգերի մեջ կլինի ինչպես Տիրոջից եկած ցող։ Եվ ինչպես գառները խոտի վրա, որպեսզի չհավաքվի առանձին և չմնա մարդկանց որդիների մեջ։ Հակոբի մնացորդները կլինեն բազում ազգերի մեջ, ինչպես առյուծը կենդանիների մեջ անտառում, և ինչպես առյուծի կորյունը ոչխարների հոտի մեջ, որը եթե անցնի, կզատի և կհափշտակի, և ոչ ոք չի լինի, որ հետ պահի նրան։ Քո ձեռքը թող բարձրանա քեզ նեղողների վրա, և քո բոլոր թշնամիները թող սատակեն։ Այդ օրը, ասում է Տերը, կսատկացնեմ քո ձիերը քո միջից և կորստի կմատնեմ քո կառքերը, կկործանեմ քո երկրի քաղաքները, կվերացնեմ քո բոլոր ամրոցները, կխլեմ քո բոլոր կախարդությունները քո ձեռքից, և այլևս գուշակներ չեն լինի քո մեջ։ Կջնջեմ քո քանդակներն ու քո արձանները, և այլևս չես երկրպագի քո ձեռակերտներին։ Կկոտորեմ անտառները քո միջից և կապականեմ քո քաղաքները։ Բարկությամբ ու ջղայնությամբ վրեժ կլուծեմ ազգերից, քանի որ նրանք չլսեցին ինձ։ Տիրոջ դատը Իսրայելի դեմ։ Լսեցեք ինձ, որ ասաց Տերը. «Ել և դատ արա լեռներում, և բլուրները թող լսեն քո ձայնը։ Լսեցեք Տիրոջ դատաստանը, բլուրներ, ձորեր և երկրի ընդերք։ Ահա Տերը դատ ունի իր ժողովրդի հետ, Իսրայելի հետ դեմ դիմաց կկանգնի. ժողովուրդ իմ, ինչ արեցի քեզ, ինչով տխրեցի քեզ և կամ ինչով նեղեցի քեզ, պատասխան տուր ինձ այն բանի փոխարեն, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քեզ առաջնորդ ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։ Ժողովուրդ իմ, հիշիր, թե ինչ մտածեց քո մասին Մովաբացիների Բաղաք թագավորը, և թե ինչ պատասխան տվեց նրան Բեորի որդի Բաղաամը այս շրջաններից մինչև Գաղգաղա, որպեսզի հայտնի դառնա Տիրոջ արդարությունը։ Ինչով փութամ Տիրոջ մոտ, ապավինեմ իմ Բարձրյալ Աստծուն, ընդառաջ գնամ նրան ողջակեզներով և 1 տարեկան հորթերով։ Տերը կընդունի արդյոք հազարավոր խոյր կամ բյուրավոր պարարտ նոխազներ, միթե տամ իմ անդրանիկը ամբարշտության պատճառով և իմ որովայնի պտուղը իմ անձնական մեղքերի համար։ Պատմվեց քեզ, ով մարդ, թե ինչ է բարին և ինչ է ուզում քեզնից Տերը. իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծու հետևից գնալ։ Տիրոջ ձայնը քաղաքի վրա կհնչի և կփրկի նրա անունից վախեցողներին։ Լսիր, ժողովուրդ, ով կլցնի քաղաքը, եթե ոչ հուրը, և անօրեն տունը, որ անօրեն գանձեր է գանձում հպարտությամբ և անիրավությամբ։ Եվ կլինի, որ անօրենը կշեռքով արդարանա, կամ խարդախված կշռի պայուսակով։
Դրա համար էլ իրենց տունը լցրին ամբարշտությամբ, նրա բնակիչները անիրավ բաներ խոսեցին և նրանց լեզուները գոռոզաբանեցին իրենց բերաններում։ Ես քեզ ապականությամբ հարվածեցի քո մեղքերի համար, դու կուտես և չես հագենա, ես մերժեցի քեզ, կբռնվես և չես փրկվի, և նրանք, որ երբեմն փրկվեցին, սրի կմատնվեն։ Դու կսերմանես, բայց չես հնձի, դու ձետ կքամես, բայց չես օծվի յուղով, խաղող կճմռես, բայց գինի չես խմի, կապականվեն իմ ժողովրդի անօրենները և Աքաբի տան բոլոր գործերը։ Դուք էլ շարժվեցեք ըստ նրա խորհուրդների, որովհետև ձեզ ապականությամբ պիտի մատնեմ, քո բնակիչներին պիտի դարձնեմ սուլոցի արժանի, և դուք ժողովուրդների նախատինքը պիտի ստանաք։ Մարգարեի ողբը։ Վայ ինձ, որովհետև նմանվեցի հնձի ժամանակ մնացած հասկերը հավաքողի և այգեկութի ժամանակ ճառագաղ անողի, բայց ողկույզ չկար առաջին բերքից, որից ուտում էի։ Վայ ինձ, որովհետև երկյուղածությունը վերացավ երկրից, և մարդկանց մեջ չկա մեկը, որ ուղիղ լինի։ Բոլորը արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը և իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։ Իշխանը նվեր է խնդրում, իսկ դատավորը խաղաղության խոսքեր է ասում իրեն պետք եղած ձևով։ Ես կհանեմ նրանց միջից այն բարությունը, որը ցեցի նման ուտում և պտտվում է կանոնի վրա դատաքննության օրը։ Վայ եկավ հասավ քո վրեժխնդրությունը, արդ թող լաց լինեն նրանք, մի հավատացեք սիրելիներին, մի ապավինեք իշխաններին, զգույշ եղիր քո անկողնակցից, որ որևէ բան չպատմես նրան, որովհետև որդին անարգում է հորը, և դուստրը կկանգնի իր մոր դեմ, հարսը իր ընկերոջ դեմ, և մարդու թշնամին իր իսկ ընտանիքը կլինի։ Սակայն ես Տիրոջը կասեմ. կսպասեմ իմ Փրկիչ Աստծուն, և իմ Տեր Աստվածը կլսի ինձ։ Ժողովրդի հույսն ու աղոթքը։ Մի ոտնահարիր ինձ, ով իմ թշնամի, թե գլորվեցի նորից կկանգնեմ, քանի որ եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։ Քանի որ մեղանչեցի Տիրոջ դեմ, համբերությամբ կտանեմ նրա բարկությունը, մինչև որ նա արդարացնի իմ դատաստանը, իրավունք տա ինձ հանի դեպի լույսը, և ես տեսնեմ նրա արդարությունը։ Ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տեր Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան, արդ նա ոտքի կոխան կդառնա ինչպես ճանապարհի կավը, աղյուսի ծեփի օր և քո ջնջման օր կլինի այն օրը։ Այդ օրը կմերժի քո իրավունքները։ Քո քաղաքները կենթարկվեն ասորեստանցիների պաշարման և ավարին, քո ամուր քաղաքները կբաժանվեն Տիրոսից մինչև գետը, ծովից ծով և լեռից լեռ, և երկիրը կապականվի իր բնակիչներով հանդերձ, իր գործերի պտուղի պատճառով։ Արածացրու քո ժողովրդին քո ցեղերի գավազանով, նաև քո ժառանգության ոչխարի հոտերը, որոնք առանձին բնակվում են Կարմելի անտառում, թող նրանք արածեն Բասանում և Գաղադը մշտապես, և ինչպես եգիպտացիների երկրից քո ելքի օրերին, ես հրաշքներ ցույց պիտի տամ նրանց, պիտի տեսնեն հեթանոսներն ու պիտի ամաչեն նրանց ամբողջ զորությունից։ Ձեռքները պիտի դնեն իրենց բերանների վրա, և նրանց ականջները պիտի խլանան։ Նրանք պիտի լիզեն հողը, ինչպես օձերը, որ սողում են երկրի վրա, պիտի խռովվեն իրենց պաշարման մեջ, և մեր Տեր Աստծուց պիտի սարսափեն և պիտի վախենան քեզնից։ Ո՞վ է Աստված քեզ նման, որ վերացնում է անօրենությունը, զանց է առնում իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունը և գործի չի դնում իր բարկությունը, քանի որ ողորմություն է կամենում։ Նա պիտի դառնա ու գթա մեզ, պիտի թաղի մեր մեղքերը և ծովի խորքը պիտի նետի մեր բոլոր անօրենությունները։ Ճշմարտություն պիտի տա Հակոբին, ողորմածություն Աբրահամին, ինչպես որ երդումով խոստացել էր մեր հայրերին սկզբից ի վեր։
Միքիայի մարգարեությունը կարդաց Արման Ժորայբալյանը։